բացի գյուղատնտեսությամբ, որ զբաղվում են, այդտեղ էլ խնդիրներ կա, որովհետև արոտավայրեր են անցել թշնամու, նաև այն տարածքները, որ թշնամու վերահսկողության տակ է, դժվարանում են այդտեղ զբաղվել անասնապահությամբ, որոշներն ասում են գլխաքանակի կրճատում է տեղի ունեցել, այսինքն ինչ աշխատատեղեր է նախատեսվում կամ պլանավորում կամ դուք ոնց եք մտածում, որ այդտեղ կլինեն աշխատատեղեր, բացի այն, որ գյուղատնտեսությամբ զբաղվեն, եւ հաջորդ հարցս էլ հետեւյալն է, արդյոք այն տարածքները, որոնք որ մարդիկ չեն կարողանում օրինակ մշակել կամ չգիտեմ իրենց անասնապահական նպատակներով օգտագործել, այդ հարցն իմիջիայլոց կադաստրի պետին տվել եմ, ասում եմ իմ տիրույթում չի, մարդիկ հարկ են վճարում, մարդիկ իմիջիայլ մենակ Սյունիքում չի, դա ուրիշ տեղեր էլ կա, էլի, մարդիկ հարկ են վճարում, մարդիկ գումար են վճարում, բայց չեն կարողանում մշակել, ինչ որ բան այս հարցում ազգային ժողովը ձեր կարծիքով ինչ կարող է անել, որ մարդկանց այս հարցում հոգսը թեթևացնի, այսինքն այդ գումարը ես չեմ ասում, ես իմ ինչ գումարներ է, բայց ամեն դեպս գյուղացու համար դա, որովհետև այդ հարցն էլ եմ բարձրացրել, կուզեմ նաև ձեզ լսել։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, պարոն Դանիելյան, նախ շնորհակալ եմ, որ արված աշխատանքներ եք տեսել եւ գնահատում եք եւ իրականում ամբողջությամբ համաձայն եմ ձեզ հետ, որ կան բազմաթիվ խնդիրներ, հատկապես սահմանամերձ բնակավայրերում եւ առանձնապես նաեւ կախված է նաեւ համայնքից, թե որ համայնքի սահմանամերձ բնակավայրերում, այո, Սյունիքում ինչպես եւ վստահ եմ Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում, գյուղական բնակավայրերում բազմաթիվ են խնդիրները, ինչը ենթադրում է, որ պետք է օր ու գիշեր ել ավելի ջանասիրաբար աշխատենք եւ ավելի շատ միջոցներ հատկացվեն հենց գյուղական բնակավայրերին։ Բնականաբար առաջին բանը, որը ընդհանրապես մարդու մտքով անցնում է, յուրաքանչյուր քայլից առաջ դա անվտանգային միջավայրի ապահովումն է, հատկապես Սյունիքում։ Առանց այս միջավայրի ապահովմանը մի քիչ դժվար է, հա, մարդու ուղեղը կենտրոնանում, եթե բնակվում ես հենց սահմանի մոտ, բայց միևնույն ժամանակ տեսեք նույն Գորիսը իր մի քանի գյուղերով դանդաղ ուշքի է գալիս եւ զբոսաշրջության ոլորտը զարգանում է, հետեւաբար որքան շատ մենք աղաղակենք կրակոցի ձայների մասին, այնքան քիչ մարդ ցանկություն կունենա գնալ եւ դրանով մենք ինքներս վնասելու ենք հենց մեր համայնքներին եւ մեր տնտեսվարողներին։ Ես կարծում եմ, որ ճանապարհը մեկն է, պետքա ամեն օր աշխատենք, ենթակառուցվածքները զարգացնենք եւ հնարավորություն ստեղծենք, որպեսզի մարդիկ կարողանան գործունեություն ծավալել, դե իսկ անվտանգային իրավիճակի միակ լուծումը իհարկե խաղաղությունն է, որը որ հույս ունենք մոտ ապագայում տեղի կունենա եւ այս խնդիրը մեկը միշտ կլուծվի։ Աշխատատեղերի հետ կապված այստեղ ես չեմ կարծում, որ տարբերությունը էապես մեծ է սահմանամերձ եւ ոչ սահմանամերձ բնակավայրերի մասին խոսելիս, որովհետեւ գյուղական միջավայրը ենթադրում է, որ այդտեղ ավելի շատ պետք է մտածել զբաղվածության հարցի շուրջ, ոչ թե աշխատատեղերի, որովհետեւ ցանկացած ներդրում իրենից ենթադրում է բիզնես հաշվարկներ եւ սովորաբար գյուղական բնակավայրերում, հատկապես փոքր բնակավայրերում այդքան էլ մեծ սիրով չեն գնում այնտեղ մեծ ներդրումներ անել, հետեւաբար զբաղվածությունն է, մեր պատկերացմամբ դա ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ գյուղատնտեսական եւ անասնապահության զարգացում է, ինչն էլ հենց կառավարությունը ունի նման ծրագրեր, խելացի անասնաֆերմաների, ջերմոցային տնտեսությունների հետ կապված եւ նաեւ մեր գործընկերների հետ առաջ ենք տանում, այսինքն միտքը պետք է որ ավելի փոքր քառակուսու մետրից ստանալ առավել շատ արտադրանք։ Ինչ վերաբերվում է հողերի, ընդհանրապես հողատեսքերի հետ կապված, ես անձամբ վստահ եմ, որ նախ եւ առաջ պետք է մեր հողերի կարգերը եւս մեկ անգամ ստուգենք, որտեղ վերջին անգամ, եթե չեմ սխալվում, 70-ականներին է արված եւ այդ կատեգորիաները պետք է ստուգվի, ինքը շատ մեծ աշխատանք է իրանից ենթադրում, բայց պետք է մի օր դա անենք, որպեսզի կարողանանք ճիշտ կառավարենք մեր հողային ֆոնդը։ Դա կարծում եմ առաջնայինն է։ Շնորհակալություն, եթե պատասխանեցի։ Շնորհակալություն, պարոն Ղուկասյան, Տավուշի մարզպետ Հայկ Ղալմյանը կներկայացնի Տավուշի մարզի հաշվետվությունը։
Շնորհակալություն հարգելի նախագահող, հարգելի ազգային ժողովի պատգամավորներ, ձեր թույլտվությամբ հակիրճ ներկայացնեմ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի